Բարև ձեզ, պարոն Սահակյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շուտվանից իսկապես չենք շփվել, որ դուք քել էիք անընդհատ ինձ հրավիրում, վերջապես եկա հասա այո։ Մերսի շատ։ Մեր հանդիպումը։ Պարոն Սահակյան, սովորաբար այս օրերին հարցազրույցները հետընտրական Հայաստանի մասին են, բայց մինչ այդ թեմային անդրադառնալը ես կցանկանամ զրուցենք մեր մշտամնա թեմաների մասին։ Սոցցանցերից մեկում ձեր լուսանկարը, ձեր այսպես ասած պրոֆիլի լուսանկարը Արցախի դրոշով է, հետնանկարը Միացյալ Հայաստանի, Արցախի եւ Հայաստանի միասնական քարտեզով։ Դրանք այսօր թրենդային չեն, գործող իշխանությունները մեզ համոզում են, որ իրական Հայաստանի կոնցեպտն է միայն իրական, իսկ նման դրսևորումները վտանգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Դուք ինչ կասեք այս մասին։ Ես փորձել եմ երբեք տրենդերին չհետևել, համանդ եթե տրենդերի հետ շատ տրենդերի հետ համաձայն չեմ, նամանավանդ։ Դրա համար ես իմ նկարները կան այնպեսին ինչպեսին կան պրոֆիլային, որտեղ իմ պայքարը Արցախի համար չի ավարտվել։ Ես կարծում եմ այլևս մինչև երևի կյանքիս վերջին օրերը դեռ պայքարելու եմ այն երազանքի համար, որին հավատում եմ, որը կոչվում է Միացյալ Հայաստան, որի մեջ մտնում է նաև Արևմտյան Հայաստանը, որի մեջ մտնում են եւ այլ տարածքներ, որոնք պատմականորեն համարում եմ հայկական, այնպես որ երևի չի էլ փոխվի այսուհետ, որտեվ եթե գիտեք ինչ այսօր ձեզ մոտ գալուց անցնում էի Ֆրանսիայի հրապարակից տեսա որ դրոշը չկա իսկապես հասկացա որ ինչ որ հատվածի համար այդ պայքարը ավարտվեց ինչի որտեվ այդ դրոշը կարծում եմ մեծ խորհուրդ ուներ եւ պետք է մնար կարծում եմ հավերժ այդ հրապարակում միջև որ չլիներ վերամիավորումը դրա համար ես եթե ես այդ նկարն էլ փոխեմ կարծում եմ ինչ որ մի բարձր երևի շատերի համար կարող է ինչ որ ես ինչ չեմ ասում, բայց ինձ թվում է կդավաճանեմ այն գաղափարին, որին հավատում եմ։ Դրա համար նկարներս հետ կլինի, իսկ եթե պատասխանատվության մասին ենք խոսում, ապա եթե իմ կամ ազգային ժողովում կանգնած Արցախի դրոշները վտանգ են եւ մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց պրոֆայլ նկարը ունենալու կամ Արցախի դրոշը առասարակ ցուցադրելու, ապա այն մարդիկ, ովքեր որ ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ, ոչ մի պատասխանատվություն չկրեցին այն մի թեկուզ ֆրազայի համար եւ հետագա զոհերի եւ տարածքային կորուստների համար ոչ մի պատասխանատվություն ոչ մի չկրեց դրա համար մեղադրել այսօր մեզ նրան որ մենք հավատում ենք Միացյալ Հայաստանին եւ Արցախի վերադարձին ու դրանով մենք ենք վտանգ ներկայացնում դա կարծում եմ մինիմում անկեղծ չի Պարոն Սահակյան, ամեն դեպքում վերջին ընտրությունները մեզ ավելի հեռացրին Արցախից, թեև 700,000 մարդ ըստ տարբեր ցուցանիշների մերժել է գործող իշխանությանը եւ նրա առաջնորդին, ամեն դեպքում պաշտոնական ցուցանիշ է հրապարակվում, որ շուրջ 650,000 անձել քվեարկել է հօգուտ այս իշխանության օրակարգի, ինչ որ միտեղ, ինչ որ X ցուցանիշ, իսկական ցուցանիշը քվեարկել է հօգուտ այն առաջարկների, այն ապագայի տեսլականի, որ հրամցնում է իշխանությունը, նաև մերժելով անցյալի առանցքային կարևոր խոստումները։ Այս առնչությամբ ինչ կասեք, ինչու։ Զաջանից թվում է իրանք միշտ էլ եղել են այդ մարդիկ, ովքեր որ մերժել են Արցախը, մերժել են հայկականը, հասարակությանը միշտ եղել են ինձ թվում է։ Ուղղակի այն ժամանակներում այդքան լկտի չէին ու ամաչում էին, ունեն ամոթի զգացում ունեն, նման բաներ չէին հայտարարի, հիմա ամոթը փաստացի կորցրել են, հիմա կարող են ամեն մեկը իրան կարող է, չգիտեմ, ինչի տեղ դրած, իր թեկուս շլյուզ են մեկ էլ ասում, չէ, կամ կռան բացում են ու թափվում է իրանց գլխի եղած չեղածը կարող են թույլ տան իրանց արտահայտվել Facebook-ներում կամ TikTok-ներում կամ Instagram-ներում կամ կապ չունի որտեղ։ Նկատում եմ իրանք միշտ եղել են եւ դրա ապացույցը կարծում եմ եղել է թեկուզ առաջին Արցախի պատերազմը, որտեղ փաստացի 5%-ն էր մասնակցում ամբողջ հայության այդ ազատագրական պայքարին, այսինքն կային մարդիկ, որոնք չեն ուզեցել ներգրավել այդ process-ներին եւ կարող է մայրները մարդիկ են եղել, որ համարում որ դա մերը չի, դրա համար պետք չի դրանով զբաղվել եւ հետաքրքրվել։ Բայց կար մի կարևոր
օղակ հասարակության մեջ, որը շատ ակտիվ էր եւ թույլ չէ տալի այդ նարատիվներին արմատավորվեն մեզ մեջ։ Այսօր այդ մարտիկն են պակասել, այսօր այդ մարտիկն են հիասթափվել շատ բաներից եւ միգուցե այդ դեպքում արդեն այդտեղը զիջում ես նրանց, որ կարող իրեն թույլ տալ նման լկտիություններ ասել, անել եւ այլն։ Դրա համար ես չեմ հավատում, որ մենք քիչ ենք այն մարդիկ, ովքեր որ համարում են Արցախը հայկական։ Ես վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ենք։ Ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր որ այդ 600,000-ին ես չեմ հավատում եւ չեմ հավատում 21 թվականի նույնիսկ քվեարկությանը, չեմ հավատում, որ այս նման այդ քանակի վտանգավոր մարդ կա մեր կողքը։ Ես կարծում եմ շատ ավելի քիչ են այդ մարդիկ եւ ժամանակի հարց է եւ վերաիմաստավորման process-ների դեպքում կարծում եմ շատ բաներ տեղը կընկնի։ Օղակից խոսեցիք, այդ օղակում սովորաբար գիտության, մշակույթի, արվեստի մարդիկ բավականին ակտիվ էին եւ առհասարակ հասարակություններում ասում են, որ առաջնորդությունը հենց այդ օղակին է տրվում։ Ըստ ձեզ ինչու պակասեցին եւ ինչու այդ ափերում գտնվող շատ մարդիկ այսօր նախընտրում են լռել, համարելով սա զուտ քաղաքականություն։ Դժվար է ինձ պատասխանել, որտեղ այդ հարցի պատասխանը ես ինքս չեմ կարող գտնել 8 տարի, 9 տարի արդեն, որտեղ եթե խոսքը գնում էր ինչ-որ արդարության մասին, մարդիկ միանգամից ինչ-որ գիտեք ինչ վերացական բաներ կան եւ կան խորքային։ Վերացականին շատ հեշտ է պաշտպանել կամ ակտիվորեն մասնակցել ինչ-որ վերացական թեմաների, գների բարձրացում լինի, տրանսպորտի գին, այս կամ այն, ինքը շատ ավելի, գիտեք, պատասխանատվությունը քիչ է նման process-ների ժամանակ, երբ դու օրինակ մասնակցում ես, սկսում ես որպես մտավորական կամ եսի միջ, արվեստի գործիչ մասնակցում ես ինչ-որ ակցիաների, որոնք որ կապված են թեկուս այգին բարելավել, չբարելավել, տրանսպորտի գին եւ այլն, ինչ որ եղել էր մինչեւ 18 թվական։ Իմ համար անհասկանալի է, երբ որ խորքային հարցերի մեջ մարդիկ միանգամից пассивանում են։ Ինչի որտեվ չեմ հավատում, որ կիսում են այդ գաղափարները շատերը, բայց չի հերիքում են երևին համարձակությունը կանել եւ ասել այն հարցերի շուրջ ավելի խորքային մտորել ու կիսվել հասարակության հետ, որոնք կարծում եմ շատ ավելի կարևոր են մեր համար, քան տրանսպորտային գներ կամ եւ այլն։ Մի քիչ չեմ հասկանում այդ մարդկանց դիրքորոշումը եւ երևի դա է պատճառը, որ շատերի հետ խզել եմ կապս, չեմ շփվում, թե իմ ասպարեզի մարդկանց հետ եւ այլն։ Դրա համար ես ուղղակի դարձել եմ քաղաքացի, որը փորձում է իր գաղափարների, իր հավատքի համար կռիվ տալ այս երկրում քաղաքում։ Դա ձեզ մոտ շատ լավ ստացվում է, ես Եթե լավ ստացվում է, մենք այսօր ուրիշ թեմաներից պետք է խոսենք, ուրեմն իմ մոտ էլ չի ստացվում։ Ամեն դեպքում ապագայի համար սերմերը արդեն կան, որովհետև իմ տղան օրինակ հաճույքով նայում է ձեր բանիմացիաները, ձեր ստուդիայի ստեղծած, որտեղ խոսվում է զինանշանի մասին, Արարատ թագավորության մասին, Արարատի մասին, այն կարևոր բոլոր շեշտադրումների, որոնք այսօր փորձում են հեռացնել մեզնից եւ ապագա սերնդից։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ապագայում հաստատ լուսավոր եւ ազգային պետություն եմ սպասում նաև մեր երազած պետությունը։ Շնորհակալ եմ։ Պարոն Սահակյան, այսօր մշակութային գործչի, մտավորական ասվածի դերակատարումը, որը պետք է լինի այս պայմաններում, ակտիվ գործողությունը, որը պետք է լինի մշակութային գործչի այսօր։ Հասարակ դրան, որ ամենամինիմումը, գոնե արտահայտել կարծիքը, ոչ թե մտնել այդ գաղափարի մեջ ու դեղից դուրս չգալ։ Թատրոն լինի, կինո լինի, կապ չունի, երաժշտություն լինի, բացարձակ նշանակություն չունի։ Չի կարելի այտենց փակվել հասարակությունից, որտեվ բացի նրանից, որ գիտեք, ինչ ազնիվ չի, եթե դու համերգ ես տալու հավաքում ես 100,000-ավոր կամ տասնյակ հազարավոր հանդիսատես, հետո դժվար պահին կողքը չկանգնել այդ նույն հանդիսատեսիդ։ Ես չեմ հասկանում, որն ես դու ճիշտը, երբ որ համերգ ես տալի, կինոզալ ես հավաքում, հետո էլ ամենադժվար պահին բրախում ես քո իսկ հանդիսատեսին, որտեղ ես դու ազնիվ, ուղղակի գումար աշխատելու համար է հանդիսատեսը, թե այլ ինչ-որ նպատակ, թե այլ բան ֆունկցիա պետք է ունենաս դու հասարակության համար։ Դու պետք է ուղղորդես իրեն, դու պետք է օգնես իրան կողմնորոշվել, դու պետք է լինես փարոսը։
հասարակության համար կամ այն մարդկանց, ովքեր չեն կողնորոշվում, տվայտվում են տարբեր մաս, որտեղ այսօր քաղաքականությունը իրոք շատ մեծ դեր է խաղում մեր մոտ ցավոք սրտի։ Բայց այն որ sense մարդուն sense կտոր անում քաղաքականությունը ու դու կողքից ուղակի նայում ես դրան ու ծպտուն չես անում, դա ազնիվ չի։ Եվ վաղը համերգ կանես ու կանչես իրան կամ կինո նկարես կամ անիմացիոն ֆիլմ նկարես, եւ այդ հանդիսատեսը գա քո ֆիլմը նայելու, դու կողքը չեղար դժվար պահին։ Իչես դու միայն համերգի ժամանակ իր կողքը կանգնում։ Պետք է օգնես այդ մարդկանց հասկանան ինչա կատարվում, բայց դրա համար երևի դու ինքդ պետք է այդ ինտելեկտ ունենաս, որ հասկանաս ինչա կատարվում, կամ գիտելիքներդ լինի։ Դրա համար փակվել, ուղակի զբաղվել միայն նրանով, ինչ որ դու քեզ թվում ես զբաղվում ես, մի քիչ սխալ է։ Բայց քանի որ դա ամենուրեկա երևի միգուցե դա ճիշտ չգիտեմ։ Միգուցե ես եմ սպիտակագրավ։ Միգուցե իսկապես պետք է այդպես ապրել եւ ուղղակի կողքից նայել են ամեն ինչ որ կատարում է, բայց այդպես չի կարելի կարծում եմ, դա անկեղծ չի։ Դու պետք է օգնես կողնորոշվել հասարակությանը, դու պետք է բացատրես հասարակությանը։ Ոնց որ մենք կարող ենք նստել եւ մեր օրինակ երեխաների հետ շփվելու ժամանակ կամ ինչ որ հարցերում ուղղորդելու ժամանակ մենք իրենք ճիշտ բաներն ենք տալի, վեկտորներն ենք տալի ու փորձում ենք գոնե ուղղորդել ճիշտ ճանապարհով, ճիշտ ճանապարհը ցույց տալ։ Նույնը հասարակության հետ է։ Մենք պարտավոր ենք դրանով զբաղվել, մենք իրավունք ունենք դրանով չզբաղվել։ Այդ ձեր ասացի համատեքստում ես հիշեցի, որ իմ մանկությունը, որ անցավ Արցախյան պատերազմի տարիներին, մանկապարտեզներում, ես հիմա չեմ խոսում բովանդակության մասին, ամեն դեպքում այնպիսի, այսպես ասած, փոքրիկ առաջնահերթություններ կային մշակութային, որոնք համախմբող էին, ազգային վերհանող էին։ Ես հիշում եմ, մենք այդ ժամանակ երգում էինք ուսուսի տված առյուծի նման «Ետ բերենք հողը», փաստացի այսօր մեր կոչերը ուղղված են ինքներս մեզ, փոխարեն դրսի, այսպես թշնամու դեմ պայքարին, մեր տեսակի պայքարին։ Օրեր առաջ լսեցի մի երգ «Չհանես խաչդ Հայաստան աշխարհ»։ Շեշտադրումները փոխվել են, սա վտանգավոր տրանսֆորմացիա չի կամ դեֆորմացիա չի, երբ դրսի դեմ պայքարելու փոխարեն սկսել ենք մենք մեզ կոչեր անել, որ պայքարենք մեր երկրում պաշտպանելու համար մեր ունեցածը։ Ես կարծում եմ, որ դա ամենադժվար ու ամենաանկեղծ կռիվը հենց քո հետ կռիվն է։ Իսկապես մենք հասել ենք դրան, որ պետք է դրա մասին մենք հիշեցնենք ինքներս մեզ։ Ով ենք մենք, ինչի եղավ, ինչ որ եղավ, ով է կրում պատասխանատվություն այդ ամեն ինչի համար, եւ երբ դու այդ կռիվը տանում ես ինքդ քո հետ, դու ավելի ես կոպվում, ավելի ես պաշտպանված դառնում եւ ավելի քիչ խոցել ես դառնում արտաքին թշնամու համար։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք մեր մոտ, իսկապես շատ խորքային խնդիրներ կան ներքին, որոնք որ մինչև չհաղթարենք, մենք երբեք ոտքի չենք կանգնի։ Դուք ունեք ձեզ համար այդ պատասխանը, ինչու այդ կետից, Արցախ ազատագրողի կետից մենք հասանք Արցախ, այսպես հանձնողի կետին։ Ես չեմ ուզում նույնականացնել մեզ, որովհետև շատերը պայքարում էին այդ օրերին, ամեն դեպքում լայն առումով հասարակությունը։ Մենք մինչև վերջ կարողացանք գնահատել, մենք առհասարակ կարծում մեր հասարակությունը եւ շատ ասում են ազգը միգուցե եւ դրան իրանք էլ են ճիշտ, բայց գնահատելու մեծ խնդիր ունենք մենք։ Այն ինչ որ մենք ունենք, մենք շատ բարդ ենք, շատ անհասկանալի ձև ենք վերաբերվում այն ամեն ինչ որ մենք ունենք, իսկ մենք ունենք կարծում եմ լավագույն պատմություններից մեկը մարդկության մասշտաբով նույնիսկ։ Մենք իսկապես ֆանտաստիկ ազգ ենք, տաղանդավոր, աշխատասեր եւ ինքներս, բայց մենք ինչ որ պաթոլոգիկ ինչ որ մի հատ նյուանսը, որ մենք ընդհանրապես չենք գնահատում այն ինչ մենք ունենք։ Մենք չենք գնահատում մեր երկիրը, մեր նվաճումները, մենք Արցախը չգնահատեցինք այնքան, ինչքանին նա արժանի էր։ Մեր թշնամին ավելի շատ գնահատեց այն ամեն ինչ, ինչ որ պետք է ինքը անի Արցախի հետ, քան մենք։ Մենք չկարողացանք, բայց նշանակում է մենք չկարողացանք, մենք մինչև ճիշտ չգնահատեցինք, ու մենք այսօր մեր հայրենիքը նույնիսկ այդ իրանց հորինված կիլոմետրներով մենք դա էլ ենք այս բան կորցնում։ Այդ մարդիկ քարոզարշավ են անում, ընտրվում են ասելով, անոնսելով, որ տարածք ենք տալու։ Այս ֆոնին, երբ որ մենք հասկանում ենք, որ Սյունիքի գոյության, հայկական Սյունիքի գոյության խնդիր կա դրած, մենք շարունակում ենք չգնահատել են վտանգները, որոնք որ կան։ Սյունիքի կարևորությունը մեր համար մենք չենք գնահատում։ Հասարակությունը պատրաստ է այսօր ամեն ինչ զիջել, որովհետև չենք սիրում, մենք ինքներս մեզ չենք սիրում։ Մենք մեր եկեղեցին չենք սիրում, մենք մեր պետությունը չենք սիրում։ Եթե խորքայինն է, այդպես է։
մեծամասամբ այդպես է ցավոք սրտի։ Եվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինչն է այսօր մեր մեծ խնդիրը, այն մարդիկ, ովքեր այսօր ունեն իշխանություն, իրանք ատում են այս երկիրը։ Իրանք ատում են այս երկրի զավակներին, երիտասարդներին, թե տարիքով մեծ ուրիշ մարդկա մտավորականներին, ով որ չի գցնում իրանց, ուրեմն մարդ չեն։ Մեր հետ չեք, թշնամի եք։ Այդ մարդիկ ատում են Արցախը։ 2008 թվականին այդ մարդը գոռում էր, մենք պետք է ազատենք մեր երկիրը Ղարաբաղցի տականքներից։ Ֆրազան դերը այսօր նստած է վարչապետի պաշտոնում։ Ինքը այն ժամանակվանից ատել է դա, ու դա փաստ է։ Իր վերաբերմունքով, իր շարունակական Արցախ խոսքը բառը չասելը, արտաբերելը Ղարաբաղ ասելով, ինքը դրանով անընդհատ այդ պոզիցիայի մեջ են գտնվում։ Չունենք, մենք չենք գնահատում, ինչ ունենք։ Եվ դրա պատասխանատվությունը այսօր կրում ենք։ Ցավոք սրտի ազգովի։ Պարոն Սահակյան, ասում եք, որ ատում են նաև իրենց հակադրվողներին, իրենց օրակարգին հակադրվողներին, ոչ միայն ատում են, այլև պիտակավորում են ձեզ, օրինակ, ինչ որ շրջանակներ ամեն ընդդիմախոսական ելույթից հետո ասում են, որ դուք նախկին իշխանությունների հետ կապ ունեք, նրանց օրոք ունեցել եք արտոնություններ, դրա համար եք այս պահին այսքան շահագրգռված եւ ձեզ ամենևին չի հետաքրքրում երկրի վիճակը։ Դե ինչ ասեմ, թող մտածեն այդպես։ Եթե իմ կապը նրանում էր, որ նախկին իշխանության օրոք թե ես եւ թե այլ ռեժիսորներ, մուլտիպլիկատորներ հնարավորություն ունեին ֆիլմ նկարելու, ընդ որում այն հնարավորությունը, որը մենք ունենք, մենք վաստակել ենք այդ հնարավորությունը, մենք ազնվորեն աշխատել ենք, երբեք թալանով իրենց պատկերացրած չզբաղվել ենք, ոչ էլ մենք ֆիլմեր ենք ստեղծել եւ ստեղծել ենք որակով աշխատանքներ եւ ստեղծել ենք այն աշխատանքներ, որ մինչ օրս նայում են մեր երեխաները։ Եթե դրանում կայանում է մեր նախկին իշխանության հետ կապը, դե թող տենց կարծեն։ Չեմ հասկանում նման բան, որովհետեւ չեմ հասկանում ուղղակի։ Եվ ցանկություն էլ չունեմ արդարանալու, ինչ եմ արել եւ այլն։ Բայց թող մտածեն, դրանց խնդիրն է։ Ձեր ֆիլմերից խոսեցիք, այո, երեխաները շատ են սիրում։ Ես կցանկանայի Անահիտ մուլտֆիլմին անդրադառնալ, այնտեղ ցավոք մի կերպար կա, որը երբեք ժամանակավրեպ չի դառնում, թեև հեքիաթում Քրմապետի պատկերով էր, ձեր մուլտֆիլմում Ազարապետն է, ըստ ձեզ Հայաստանում այսօր քանի Ազարապետ կա։ Չգիտեմ, ինչքան կա, բայց կան, շատ կան, ընդ որում ես ամեն անգամ երբ որ նույնիսկ այսօրվա հանրային հեռուստատեսության նոր տարվա օրերին կամ տոն օրերին ցույց են տալի Անահիտը, ամեն անգամ իրանց հիշեցնում եմ, որ Էնվերի պերսոնաժը, որ այնտեղ կա, ես անձամբ իրան միայն կապել եմ հենց Նիկոլ Փաշինյանի հետ, դեռ մինչև խոսքը 14 թվականի մասին է, երբ որ ֆիլմը ավարտել ենք։ Այնպես որ այդ թողանրայինն էլ իմանա, այնտեղ կոնկրետ պերսոնաժ կա, որին անուն ուղղակի Էնվեր է։ Դենտ կան այդ մարդիկ էլ, մենք այդ մարդկանցից քիչ առաջ խոսեցինք փաստացի այդ մարդիկ, որ ագահությունը առաջի տեղում է թագին, գահին, տիրանալը առաջնահերթ միսիան է իրանց կյանքում, ոչնչացնել քո շուրջը ամեն ինչ, ավիրող, քանդող տեսակներ կան, որոնք որ կան, եղել են ու միշտ էլ կլինեն, ուղղակի պետք է հակառակում մի քիչ ավելի կարծում եմ գրագետ գործի, որ չթողնի նմանատիպ մարդիկ կան հասնեն այն բարձունքների, որոնք որ հասնում են ցավոք սրտի։ Այդտեղ էլ հիշեցի ձեր հայրիկի հեղինակած առաջինը մուլտֆիլմը ամեն գնով առաջինը։ Առաջինը լինել, այո, դա այո, դա այդպես է, միշտ եղել է այդպես ցավոք սրտի։ Բայց ելեմ ասեմ ժամանակին ինչ-որ բաներ կային, ստոպ կրաներ ունենք մենք ինքներս մեր մեջ էլի թույլ բաներ կար որ թույլ չէինք տալի հասարակությունը մտավորականությունը սպորտսմենները ինչ որ բաներ կային որոնք մենք թույլ չէինք տալի այսօր կարմիր գծերը ջնջվել են ցավոք սրտի ու չկան այլևս ինչ որ բան զսպող ֆակտորներ գոյություն չունեն այլևս Որն է ձեզ համար են կարմիր գիծը եւ արվեստում եւ քաղաքականության մեջ որը երբեք չեք հատի Ինձ չեմ դավաճանի առաջին հերթին, իսկ արդեն ինչպիսին եմ ես, դա տարիներով ես ծնողներիս դաստիարակությունը, հասարակության դաստիարակությունը, փողոցի դաստիարակությունը, իմ ներքին ինքս ինձ դաստիարակելը, դա է ամենակարևորը, ինքդ քեզ չդավաճանես,
Իսկ ոչ որ պայի տակ, որտեղ մենք բոլորս ինչ որ մի կարծում եմ շատ իրար նման դաստիարակություն ենք ստացել, բայց ինչ որ этаպի որոշել ենք, որ կարելի է դրան դավաճանել այդ գաղափարներին, որոնց որ սնվել ենք։ Ես փորձում եմ չդավաճանել ինքս ինձ եւ գնալ լինել անկեղծ, լինել ազնիվ եւ վերջ։ Հիմա ելքերից խոսենք, պարոն Սահակյանց հասարակության մի հատվածը հույս է կապում իշխանությունների առաջարկած խաղաղության օրակարգի հետ, մյուս հատվածը մերժում է այդ օրակարգը, հասկանալով եւ հասկացնելով, որ դա կապիտուլյացիայի ճանապարհն է։ Ըստ ձեզ որն է այս փուլում ելքը, ինչ անել եւ սովորաբար ասում են միշտ խենթերն են գտնում հնար, այսպես, բայց ռոմանտիկ չէ արդյոք հույսը դնել ինչ որ անհատների վրա, ինչ պետք է անել։ Այ դժվար է, շատ դժվար է, որովհետեւ անկեղծ չգիտեմ։ Գիտեմ, որ process-ը շատ երկարատև է լինելու այն պահից, երբ լինի իշխանափոխություն, իսկ այդ իշխանափոխությունը մեզ անհրաժեշտ է։ Այդ փոփոխությունը մեզ շատ, խորքային, գլոբալ շատ կարևոր է մեզ համար։ Նրանք պետք է փոխվի իշխանափոխություն լինի անպայման, որ վեկտորները այն կործանարար ճանապարհը, որով մենք գնում ենք, պետք է հասցնենք դուրս գանք։ Այդ ստոպկրանը պետք է քաշի։ Այդ գնացքը պետք է կանգնի։ Այդ վերադառնալու Ռոբերտ Սահակյանցի «Ես էլ եմ հայ» ֆիլմի սյուժեին եթե վերադառնանք։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք, մենք ուզում ենք, մենք փորձում ենք ինքներս մեզ համոզել, որ լինելու է խաղաղություն այն պետության, այն մեքենաների, պետական մեքենայի դեմ, որը ամբողջ իր գոյությամբ խոսում եմ մի բանի մասին, որ ինքը պետք է վերացնի այն ամենը, ինչ որ ճանապարհին կանգնած է։ Մենք այսօր այն պետությունն ենք, այն պետականությունն ենք, ու նույնիսկ այն ազգն ենք, որը կանգնած է թուրքական աշխարհի ճանապարհին։ Նրանք ոչ թե ինչ-որ կամ նույնիսկ վատն են, թե լավն են, այդ մեքենան եթե սկսեց, իրան կանգնացնել չհնարավոր չի լինելու։ Մենք վերածվելու ենք ուղղակի այս տարածաշրջանում։ Նրանք չեն նայելու մենք կանք, չկանք, ուղղակի վրեքներով անցնելու են գնան։ Եվ այդ պարագայում հայտարարել, որ մենք ինչ-որ խաղաղություն ենք կնքում այդ ուժերի հետ, ես չեմ կարող դրան հավատամ։ Ոնց է լինում, որ դա իրանք էլ գիտեն դա շատ լավ։ Իրանք իրանք սուտ խոսելով հերթական անգամ փորձում են մեզ կանգնացնել այնպիսի վիճակում, որից մենք կարող ենք տակից կանենք, երբեք չկարողանանք դուրս գալ։ Ուղղակի կործանվենք, վերածվենք որպես ազգ, հասարակություն, պետություն։ Այս փուլում այլընտրանք կա։ Այլընտրանքը այն է, որ դիվանագիտությունը պետք է փոխվի, դրա համար մասն փոփոխությունը մեզ շատ անհրաժեշտ է։ Դիվանագիտության ճիշտ գրագետ դիվանագիտության դեպքում մենք կարող է շանս ունենանք մեր տեղը ամրագրելու այս տարածաշրջանում։ Այս այն ինչ որ այսօր առաջարկում են ներկայիս իշխանությունները առաջարկում, դա կործանարար է, դրանում համոզված եմ։ Դա ցույց է տալի Արցախի կորուստը, դա ցույց է տալի այն զիջումները, որոնք պատրաստ են գնալ ինչ-ինչ պատճառներով, դավաճան են, թշնամի են, ինչ են, կարևոր չի այս պահին։ Իրանք ավիրում են, մենք ուղղակի կործանվում ենք։ Դրա համար ես չեմ կարող իրանց վստահեմ, որ իրանք ասում են խաղաղության, երբ որ խոսում են խաղաղության մասին։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր որ ճիշտ կգնահատեն այն չկատարումը, կամ ճիշտ գնահատելով ուղղակի մեր շահերով կուղղորդվեն, ոչ թե օտարի շահերով։ Ես համոզված եմ, որ ներկայիս իշխանությունը մեր շահերը չի պաշտպանում։ Օտարի երկրյա շահերն է սպասարկում եւ դա փաստ է։ Շատ նման է բոլոր բաները, թեզերը, որոնք որ հնչում են թշնամական երկրներից, Թուրքիայից, Ադրբեջանից, զուգահեռաբար հնչում են նաև մեզ մոտ։ Ես չեմ կարող այդ իշխանություններին հավատամ։ Դրա համար պետք է տեսնեմ այն մյուս, կարծում եմ մեզ բոլորիս անհրաժեշտ է այն մյուս իշխանությունը, որ այլ նարատիվներ կբերի։ Հասկանալի ձեր տեսակետը, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։